Խոսքի մեջ բառային միջավայրում բառը կարող է օգտագործվել ոչ սովորական իմաստով, այսինքն այնպիսի իմաստով, որը Տիգրան չես լսում։ Չէ, լսում եմ Գերարշացյան ջան։ Կներեք, ուղղակի պարապմունքներս այնքան շատ են, որ այս ժամերն է գալիս արդեն պայտակ ուղեղս անջատվում է։ Հասկանում եմ։ Հյութ կամ մեղրաջուր կուզես։ Չէ, շնորհակալ եմ, եկեք ավելի լավ շարունակենք։ Լավ։ Դե, ասածներս կրկնիր, անցնենք առաջ։ Մամ, կներեք, որ խանգարում եմ։ Քեզ մի րոպեով կարելի է։ Հա, իհարկե։ Մամ, ես ու Շուշին ուզում ենք գնանք իրենց տանը մնանք։ Ինչ-որ բան է եղել, կարող է նախշուն է պատասխանում։ Չէ, մամա, դավա։ Չէ, ուղղակի վաղը շաբաթ է, դասի չենք։ Գնանք Շուշին's տանը մնանք։ Լավ, գնացեք, եթե այդպեսի որոշել։ Հենց հաստատ կզանգեք։ Անպայման, լավ, մամ ջան։ Պակա, Տիգրան։ Բարի գիշեր ձեզ։ Լավ, կյանքս հասկացա ապրես շատ։ Всё, գնամ տուն, կգրեմ։ Եթե քնած չլինես, կզանգեմ ձենդ կլսեմ, նոր կքնեմ։ Տեսար ախպեր, ես ճիշտ էի, դու սխալվեցիր։ Որ ասում եմ տակ գլխով ենթադրություններ մի արա, սրա համար եմ ասում։ Երու ջան, վերջերը արդարացումներն էիր լսում։ Շատ նեգատիվ ես ախպեր։ Տիկոն Արարշացյանից տուն գնում է, որովհետև հայոց է պարապում։ Լավ էր էլի, բայց ձեռի հետ է Մարիին ծաղիկները, հա նվիրում։ Հավատում ես դու քո ասացիներով։ Լավ բան եմ ասում, փորձի հասկանաս։ Որ ուզում ես ճիշտ իմանաս ախպեր, ես լրիվ ուրիշ ձև եմ արդեն մտածում ես եղածների մասին։ Այն տիկոյի մեզ փափ հրավիրելն էլ, այդ անի պատահական հայտնվելն էլ, այդ նկարն էլ, ոչ մի բանը հենց այնպես չի եղել։ Իմ մտածելով ամեն ինչն է իրենք պլանավորել են։ Էս ուր հասար այ ախպեր։ Մոռանում ես, որ քո հետ ասած Տիկոն ու Անին իրար հետ են ընկերություն անում։ Ինչ ուզում են թու անեներով ինձ հետաքրքիր չի։ Փաստայինն է, որ իրենց քայլերը ինձ լրիվ ուրիշ բան է համոզում։ Կամ էլ չգիտեմ, կարող է Մարին որոշել է ինձնից հրաժարվի այդ Տիկոյի հետ միանալ։ Գժվել ես, ինչեր ես խոսում։ Հա, չի չէ որ։ Այդ Տիկոն նախարարի տղա չի։ Իսկ էլ ինձն է այտենց խեղճ, ընկճված անձնավորություն եմ։ Իսկի հորս հետ չեմ կարող լեզու գտնեմ տունը ապրեմ։ Ինչո դու իմ ընկերն ես, ես քեզ աղբոր պես եմ ընդունում։ Բայց Մարին էլ իմ քուրն է։ Քուրս էլ չլներ Մարիի հանդեպ դու չպետք է տենց խոսաս։ Ախր Մարին այդ մարդը չի էլի, որ տենց ստոր քայլ անի։ Ես էլ եմ տենց մտածել երում ինչև ես։ Ու լավ կլինի հիմա էլ տենց մտածես։ Երու ջան, աչքից տեսածին չհավատա։ Աչքիդ տեսածը սխալ է ասում եմ։ Ես քեզ հասկանում եմ ախպեր։ Քո իրավիճակը լրիվ հասկանում եմ։ Բայց էլի եմ ասում, Մարին այդ աղջիկը չի, որ տենց ինչ-որ քայլ անի։ Հասկանում եմ երո, բայց գիտես ինչ տիպի անտանելի է իմ համար, որ մտածում եմ մի պահ կարող է Տիկոն մոտիկ գտնվի Մարին։ Տիկոն ինչքան էլ ուզի Մարին մոտիկ լինի, Մարին չի թողնի։ Ոնց չի թողնի երո։ Այնա փաստենա ազատ ելումուտ ունի իրանց տուն։ Իսկ ես քիչ եմ կարող մոտենամ այդ աղջկա։ Լսրան նայի, սանձարցակության ու անպատասխանատվության գագաթնակետն է։ Վայ երիկ, վայ, այդ Մարին Հոնուշը ինչ արեցին քո հետ, քանդեցին մեր ընտանիքը։ Արիկ, խոսենք, բա ինչ, խոսելու ենք, դու լտուն հասի։ Լակոտ մեծացել է։ Մամայի ձեռքն ընկնողը գործերի տակից չի կարողանա դուրս գա։ Մար, իմ ու Էրիկի խոսելուց հետո Միշուն ոչ գրելա, ոչ զանգել։ Չէ, ոչ էլ պետք է սա։ Ես այդ Վարյանու հետ խոսելու բան չունեմ։
Տեսա իրան ոնց պահեց։ Նենց էր նայում վրաս, ոնց որ թշնամին լինեի։ Բա ինչ անի, աչքի դեմը սիրած աղջիկը ծաղիկներ է ստանում ուրիշից։ Ով էլ լիներ իր տեղը կխանդեր։ Հերիքը հա դու էլ մենակ Միշոյին պաշտպանես։ Ես չեմ պաշտպանում Միշոյին։ Հենց այդ տիկոին տեսավ սաղ ներսը տակնու վրա եղավ։ Գոհ եղիր, որ այդ վայրենի հայացքով սահմանափակվեց, թե չէ վերջը կարող էր շատ վատ լիներ։ Ես ոչ մի բան չեմ արել։ Վատ բան չես արել, բայց դու էլ լիներ Միշոյի տեղ կգժվեիր։ Կարող է ես այդ տիկոին կանչել մեր տուն ու ասել, որ ծաղիկներ հետը բերի, որ Միշոն իրան տենց անշնորհք պահեց։ Մար Անի էջում երկու նկար ես տեսել ու գժվել խանդից, ու մինչև հիմա Միշոյին հնարավորություն չես տալիս բացատրվելու։ Ինքն էլ նույն իրավիճակում է հիմա հայտնվել։ Շուշի դու ոնց չես հասկանում, որ իմ բարկության պատճառը այդ լուսանկարները չեն, այլ այն, որ Միշոնից ստել է։ Իսկ ինքը պնդում է, որ չի ստում։ Ուղղակի դու ոչ ուզում ես լսես, ոչ էլ հասկանաս։ Մար արդեն ժամանակն է, որ ձեր այս կոտոշիկները թողնեք ու իրար հետ խոսեք ու հասկանաք։ Դու քո արդարացումներ ունես, Միշոն իրանը, պետք է իրար լսեք։ Ինձ արդեն թվում է, որ մենք էլի չենք հասկանա։ Գնամ թեյ բերեմ։ Դու էլ ոչինչ բանի մասին չմտածես։ Լույսը կբացվի, բարին էլ հետը։ Привет, մամ ջան։ Ահա որ հոգնած եմ, գնամ քնեմ, վաղը կխոսենք։ Սպասի։ Բան չունես էլ ասելու։ Չէ, ինչ պիտի ասեմ։ Օրինակ պիտի ասես, թե ինչի ես այս ժամին տուն գալը սովորական սարքել, կամ ինչի չես պատասխանում, երբ որ ես քեզ զանգում եմ։ Ինչ վերաբերվում է ժամին, ժամը սովորական է, հիմիկվա ջահելությունը այս ժամին է դուրս գալիս տնից։ Բա որ իրանց ծնողների տեղ լինես, ինչ կասես։ Իսկ ինչ վերաբերվում է զանգին, Միշոյի հետ կարևոր բան էի խոսում, քեզ էլ SMS գրեցի, որ չանհանգստանաս։ Այսինքն շնորհակալություն հայտնեմ, որ SMS ես գրել, հա։ Տղա ջան, այս աշխարհում մորիցդ կարևոր ոչինչ եւ ոչ ոք չի կարող լինել։ Եթե ես քեզ զանգում եմ, ուրեմն պետք է ամեն ինչ թողնես ու իմ զանգին պատասխանես։ Պարզակ ես։ Քեզ ինչ ա եղել։ Ինչի ես էլի ուզում վիճենք։ Երիկ ջան, ինձ ոչինչ չի եղել։ Ինչ եղել է, քեզ ա եղել։ Okay։ Ամեն ինչի մեղավորը ես եմ ինչպես միշտ։ Երիկ ջան, ինչ ա եղել քեզ։ Բալես, կբացատրես։ Իրոք, ինչ հերը տնից գնացել է, դու անկառավարելի ես դարձել։ Բայց ես քեզ զգուշացնում եմ, տղա ջան, տես նորմալ, մարդավայել, ոնց դու ես ուզում, ասում եմ, որ սա ես երկար չեմ հանդուրժելու։ Երիկ, կպատժեմ։ Նենց կանեմ, հորը դեմքը չես տեսնի երբեք։ Դու գիտես, որ եթե ես պապիիդ ասեմ, պապիդ կանի։ Լավ էլի հերիքա։ Ինչ լինում չի լինում, հա պապա, սպանեցիր։ Երիկ, այս դրա մասին եմ խոսում, տոնդ փոխի իմ հետ խոսելուց։ Շատ լավ։ Լսում ու հնազանդվում եմ։ Սպասի։ Ես իմ ասելիքը չեմ ավարտել։ Մամ դու չես ասում, դու անընդհատ վիճում ես։ Երբ որոշես, որ մարդավարի կարանք խոսանք, ես սիրով կլսեմ քեզ։ Իսկ հիմա չեմ ուզում լսեմ ոչ մի բան։ Ես այս ամեն ինչից ահավոր հոգնել եմ։ Դու ուզում ես, որ ես շուտ տուն գամ, բայց դու ամեն ինչ նենց ես դասավորել, որ ես խուսափում եմ համ տնից, համ էլ քեզնից։ Երիկ։ Մարի։
գիտես չէ, որ մեր մոտ ես մնում, գիշերը նենց հանգիստ եմ քնում։ Ոնց ես քնել գիշերը։ Նկատեցի, որ հա շուրումուր էիր գալիս։ Հա սկզբից չէի կարողանում քնել, մտքերի մեջ էի, բայց հետո ես չնկատեցի ոնց քնեցի։ Մոր, մի տեսակ տունում մնալու հավես չունեմ։ Կարողա գնանք ման գալու, հետո կինո նայենք։ Ես մի տեսակ հավես չունեմ, բայց եթե ուզում ես գնանք, բայց մի պայմանով։ Տոմսերի համար ես եմ վճարում։ Արդեն ուշ է, ես պատվիրել եմ։ Լավ, գնանք նախաճաշենք ու հասկանանք ոնց ենք մեր օրը դասավորում։ Հա, Նավշուն ջան։ Ախր Մարիս այսօր ձեր տանն է մնացել։ Մենք էլ որ գանք, շատ ենք նեղություն տալու։ Իդա ջան, ինչի՞ ես տենց բաներ ասում։ Ուղղակի ուզում եմ որ գաք ու միասին փախլավա ուտենք։ Լավ, դուք անուշար եք։ Չէ, ոչ մի բան չեմ ուզում լսել։ Անուշին էլ երկալ ու վերկացեք եկեք մեր տուն։ Մարիին էլ ասել են, որ կինոյից հետո գան։ Բայ, Նավշուն։ Իդա ջան, Երևանի գաթայել եմ սարքել։ Չեմ ուզում այսօր մենակ մնամ, եկեք։ Լավ, Նավշուն, լավ, անպայման կգանք։ Նավշուններ։ Երեկոյան փախլավա ուտելու է հրավիրում։ Շատ եմ սիրում Նավշունի պատրաստած փախլավան։ Այ, դե ինչ ես էլ մի բան սարքեմ, հետներս տանենք, հա, ինչ կասես։ Փոֆտոլմա։ Դե որ ասում ես։ Այդ դեպքում մնացած գնումներն էլ ես կանեմ։ Եվ այսօր երեկոն կանցկացնենք Նավշունից տանը։ Նավշունն այս վերջեր շատ անտրամադիր է, ինչ-որ բան ա կատարվում հետը։ Դե շատ դաժան ճակատագիր է բաժինենք էլ Նավշունին։ Նավշունն է։ Չէ, բանն է։ Հա, Վան, լսում եմ։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Պատրաստ ես։ Ինչի՞ն։ Ասենք ինչ կլինի, եթե առանց ավելորդ հարցերի ասես հա։ Վան, եթե քեզ շփման նման ֆորմատներ հետաքրքրում, ապա սխալ մարդու ես զանգահարել։ Չէ, ճիշտ էլ համար եմ հավաքել, ուղղակի հետս խոսողը լաչար ու պնդաճակատի մեկն է, չի հանձնվում։ Բաստորեն քեզ մարդկանց պատանդ վերցնելն է հետաքրքրում։ Չէ, նպատակս լրիվ ուրիշ բան է, բայց այս պահին զանգել եմ քեզ տեղ հրավիրեմ։ Ուր։ Անակնկալ է, բայց խորհուրդ կտամ են քո սիրած բարձրակնունկները չհագնես։ Կես ժամից ձեր բակում կլինեմ, պատրաստ կլինես։ Ամբողջ ճամփին բառ չխոսեցիր։ Բարապաշարը սպառվել է։ Թե մտքերդ են խառնվել։ Դե համել ես։ Դու գնա մուտքի մոտ, ես հեսա կգամ։ Ուր ես գնում։ Վայ, հեսա կգամ։ Շուշի։ Ախպեր կլինի դեմքիդ արտահայտությունը փոխես։ Հետո աղբուր պես էլի հավես չկա։ Գիտեմ, դրա համար էլ եկա տնից հանեցի, որ մի քիչ հավեսդ բացվի։ Աշկի շպտի է տնից ելնեի։ Սաղ գիշեր չեմ քնել, դրա համար երևի բժիժած եմ էլի մի քիչ։ Այսա իմ աղբորը մի հատ տաքսուշ կամ մի հատ սառաթեկ է հյուրասիրեմ, տրամադրությունը կբացվի։ Օրա, ոնց որ հեռախոսս մեքենայի մեջ եմ մոռացել։ Արա գնամ վերցնեմ գամ։ Դու քայլի մուտքի մոտ վերցնում եմ գամ։ Այն այդեր հետ կքայլենք, հետ կգանք էլի։ Չէ, անիմաստ է քո գալը։ Մի վարքյանից տեղ եմ, դու արագ գնա մուտքի մոտ, ես արագ վերցնեմ գամ։ Մենակ ես եկել, թե մարդ ես սպասում։ Շուշիի հետ եմ եկել։ Շուշիի հետ ես եկել, ենթադրում եմ, որ Էրոն գնաց Շուշիի մոտ, իսկ որ իրանք իրար հետ են, ուրեմն շուտ չեն գա։
Ինչ ես ուզում ասես։ Ինձ թվում է շատ բարձ ասեցի Մարի։ Ձեզ բարի ժամանց։ Միշ, սպասի։ Կարող եմ իմանալ ուր ենք գնում։ Գնում ենք այնպիսի տեղ, որտեղ թթված դեմքի արտահայտությունը այդպես նեգատիվը հանելու արդյունքում կվերափոխվի մեղրան ու ժպիտի։ Պարզ է, էլի պատրաստվում ես նյարդերս ուտել։ Մտածում ես քո նյարդերը ուտել կլինի, թթու, լեղի, ինձ թվում է որ ստացվել կուլ տալ, հաստատ մարդ կխեղդվի։ Ի դեպ քո ասած թթու նյարդերս իմ դրական կողմն են։ Դու դեռ բացասականի հետ չես ծանոթացել։ Ես չեմ կասկածում ժամանակի ընթացքում ամեն ինչի հետ էլ կծանոթանամ։ Ես էլ չեմ կասկածում։ Բայց գիտես ամենաշատը քո մեջ ինչն եմ սիրում, որ թաթու դեմքից այդ միանգամից այդ վերափոխվում ժպիտա դառնում։ Ոնց որ սելավից հետո արևա դուրս գալ է, հետևս այդ սիրուն ձիածան, այ մոտավորապես տենց։ Կարող եմ մի բան հարցնել։ Քո այս չոբանությունը իցն է, թե ձեռքբերովի։ Եթե ուզում ես ինչ-որ կանխարգելիչ գործողություններ անել, ասեմ, որ իզուր ժամանակ ես կորցնում, դու մենակ ժպտա։ Իսկ հիմա ես քեզ տանում եմ նենց տեղ, որ մի փամփուշտով քո բոլոր թշնամիներին կարաս վերացնես ու ոչնչացնես։ Բայց ես չունեմ թշնամի։ Դե ավելի լավ, ուրեմն իմ ոնց կվերացնես։ Մի րոպե։ Կարող է իմ թշնամին քո բարեկամն է։ Որ շարունակես քեզ այսպես պահել, երևի հենց քեզ էլ վերացնեմ։ Պատկերացնում եմ ինչ հետաքրքիր տեսարան է լինելու։ Գնանք։ Եթե քեզ հետաքրքիր է ասեմ։ Տիգրանը մամայի մոտ հայոց է պարապում։ Շատ ուրախ եմ համ քո համար Մարի ջան, համ Տիգրանի։ Տես գուշեղի ուրախությունից ցերտը չճակի։ Չգիտեմ, իմ հիշելով մենակ դու ունեիր ուրախանալու պատճառ։ Տենց ես մտածում։ Ինչ տեսել եմ, այդ եմ ասում Մարի ջան։ Ինչ ես տեսել Միշ, որ Տիկոն մեր տուն է եկել, ես դա չեմ էլ թաքցնում։ Իսկ ինչն ես թաքցնում։ Ուղղակի ատամքրի ես։ Ոչ լսում ես, ոչ էլ հասկանում։ Ում հետ ես խոսում, որ չեմ հասկանում։ Ես եմ խոսում, դու ես խոսում։ Մարի ջան, հաջող էլի։ Հաջող Միշո։ Առաջին գործողությունը բացում ես, ինչև ես քաշում ու թողում ես։ Սկսեցինք։ Ապրես, նշան։ Չեցրու։ Բան, միևնույն է չի ստացվում։ Այդ գիտես ինչից է, որ սխալ մոտիվացիա ես ընտրել։ Ինչ մոտիվացիա, ինչն է սխալ։ Դե օրինակ, եթե դու պատկերացնես, որ ուղակի անշարժ թիր աղջիկ ու առաջ այլ ինչ-որ մի մարդ, այդ ժամանակ ամեն ինչ կփոխվի քո մոտ։ Ինչ-որ մի մարդ։ Լավ։ Կարծես թե իրոք առաջարկած տարբերակն աշխատում է։ Ու հետաքրքիր է ում էր պատկերացնում դասարանի դանկարքներին։ Ես երբեք երեխաներին չեմ վնասի։ Ուրեմն ավելի շատ հոգի տող ուտում։ Լիդիան կամ Կարոն մի րոպե
վերջին տվածս անունը իմ թիրախն է ու հանկարծ չխառնես այդ ամեն ինչը։ Թիրախից գտնելու համար հարկավոր չէ շատ հեռու գնալ։ Շատ հեռու պետք չի գնալ։ Չհասկացա ինձ էիր պատկերացնում։ Դե շնորհակալ եմ Անուշ, շատ շնորհակալ եմ հոգաչափ։ Հա։ Դե որ այդքան շնորհակալ ես, շարունակությունը նայիր։ Ինչ շատ դուր եկավ։ Ինչի մասին չեմ կարող ասեմ։ Պապ, Բարև աղջիկ ջան, ո՞նց ես։ Կներես բալես, խորհրդակցության էի։ Հեռախոսես թողելի աշխատասենյակում, չեմ տեսել, որ զանգել ես։ հա, պապ, զանգել եմ, որովհետև ահավոր նեղված եմ։ Ինչի՞ց ես նեղվել։ Երիկս լավ է։ Հերիքը լավ է, պապ, բոլորն էլ լավ են, մենակ ես եմ վատ։ Լիցիա ջան, ինչ ես խոսում։ Ո՞վ է քեզ նեղացել։ Բոլորը, պապ, ես ավելորդ եմ դարձել բոլոր այն մարդկանց համար, ում որ սիրում եմ։ Էդ ինչ մտքեր են։ Ինչի համար ես այդպես խոսում։ Պապ, չգիտեմ, նենց կուզեի ստեղ լինեիր, գրկեի, ինչպես միշտ բոլոր խնդիրներս լուծեիր։ Էլի կլուծեմ քո խնդիրները, մենակ ասես իմանամ ինչ ա եղել։ Պապ, Կարոն, ինձ թվում է Կարոն Էրիկիս իմ դեմ է տրամադրում։ Գիտես չէ, Էրիկս շատ է փոխվել, հետը խոսալ ընդհանրապես հնարավոր չի։ Դու ես մեղավոր։ Ամեն անգամ հենց ուզում եմ Կարոյին իր տեղը ցույց տամ, չես թողնում։ Որ բաբուլները քամուն տված լինի, հիմա կողքովդ անգամ չեր ասնի ու ուր մնաց դեղացներ։ Պապ, չես պատկերացնի ոնց եմ հոգնել։ Հոգնել եմ այս կեղծիքից, այս սուտ արժեքներից, այս ստից, իմ ձեռքերով ստեղծած ստից։ Չէ, դու ինձ լուրջ անհանգստացնում ես։ Ասա տեսնեմ, Էրիկը տանն է։ Չէ, պապ։ Մենակ եմ։ Միայնակ։ Հիմա կզանգեմ, թող Ռիման գա քո մոտ։ Պապ, չէ, պետք չի չզանգես Լանջոնոն։ Ուղղակի նեղված էի, ասեցի հետդ խոսեմ։ Քեզ շատ եմ կարոտել։ Ես էլ եմ կարոտել, աղջիկս։ Ինչ անում ես տարածությունը մեր հետ, ինչ անում։ Բարև ձեզ։ Բարև։ Բարև ձեզ։ Համեցեք։ Չէ, շնորհակալ եմ, ես այս գնումները թողնեմ այստեղ, ես գնամ։ Չէ, չեղավ։ Գազ հասնես իմ տան շեմին ու տենց ուղակի գնաս, չեղավ, համեցեք։ Չէ, իրոք, ես ուղղակի Անուշին օգնելու համար բարձացա, ծանր է։ Թողնեմ գնամ, դուք հանգիստ ձեր սուրճը վայելեք։ Իա, մենակ սուրճը, գիտես ինչ փախլավա եմ սարքել, սիրտս ու հոգիս եմ մեջը դրել, ինքն հոմով է, այնպես որ համեցեք ներս, նախշունի տան շեմից ուղակի սենց հետ չեն դառնում։ Մի րոպե, տնական փախլավա, հա։ Ես առանց մտածելու գալիս եմ։ Բա որ իմանաս Իդան ինչ տոլմա է սարքել, մատերը հետը կուտես։ Նախշուն ջան, ախր պիտի մարդ մի քիչ մարդկություն ունենա, էլի, ուրեմն այսքան համովություններ կան, տնական փախլավա ու մարդկա դրա մասին ոչինչ չի ասում։ Մարդ մի քիչ պետք է համեստություն ունենա։
վատ երազում կարաս այս բան լիներ։ Հարազատ աղջկան տեսնելու համար պետք է ժամերով սպասես։ Այս ամեն ինչը քո մեղքն է կարող։ Այս ամեն ինչը քո մեղավորությունն է կարող։ Քո պատճառով է, որ այսպես դուրս է կանգնած սպասում ես աղջկադ։ Փախլավան անմահականը ու խնդրում եմ էլի անհամեստություն չդիտարկեք, բայց այս մեկով ես չեմ սահմանափակվելու։ Հանգիստ կեր։ Հələ մի բան էլ ավել։ Կդնեմ հետդ կտանես։ Վանջան, Նախշունը ոսկե ձեռքեր ունի։ Խոհանոցում իրա նմանը չկա։ Ես էլ եմ փախլավա թխում, բայց Նախշունի թխած փախլավայի համը անմահական է։ Լավի դա մի չափազանցրու։ Դու էլ ես համով թխում։ Ուղղակի դու մի բան ես լավանում, ես էլ մի բան։ Տիկինի դա ձեր պատրաստածն եմ փորձել, Նախշունինն էլ ու վայելել եմ։ Մնաց Անուշի պատրաստածը։ Լավ։ Դու ընտրի ինչ ես ցանկանում, ասա ես մեծ սիրով կպատվիրեմ։ Դե հələ լավա գոնե կարծիքս հարցնում ես։ Վայ, Վան ջան, էդ ինչ ես ասում։ Անուշը շատ լավ սիրտ ունի, ոսկի սիրտ ունի, բոլորի համար անհանգստանում է, էդ ինչ ես ասում։ Իհարկե անհանգստանում է, բայց միշտ չէ որ ցույց է տալիս։ Մամ, ես այստեղ եմ։ Նկատել եք։ Հենց դրա համար էլ ասում եմ։ Դու չգիտես, որ ես ու Նախշունը սիրում ենք մարդու երեսին ամեն ինչ ասել։ Իմիջալոց տիկինի դա գիտեք Անուշը ոնց է մարդու երեսին ասում։ Հենց ասում որ մարդ էլ երես չի ունենում Անուշի երեսին նայի։ Բավական է։ Մի հատ միրգ վերցրեք կերեք։ Հա, իդեպ, այս նուրը մեր կողքի խանութից առա։ Ճիշտն ասած շեֆս ընդմիջման ժամին մի քանի հատ բերեց, փորձեցի այդ ինչ համով էր։ Արցախի հոտն ու համը առա։ Ասեցի մի քանի հատ բերեմ թող Շուշի սելուտի։ Կարող է։ Հա, Արցախի նորը յուրահատուկ համ ունի։ Տղերքով շատ էինք ուտում, այնքան որ էլ տեղ չէր մնում, բայց չէինք հագենում։ Հետո սկսում էինք այդ նորը մի կերպ քամել, հյութն էինք վայելում ու մեկը էլի չենք կարողանում հագենալ։ Արցախի ինչը համով չի։ Ամեն ինչն էլ համով է։ Հացը, ջուրը, հողը, օդը, ամեն ինչը։ Օր չկա որ Արցախի մասին չհիշեմ։ Այս կարոտը այստեղ է։ Ասում եմ Արցախ քնում եմ, արթնանում եմ, էլի ասում եմ Արցախ։ Այդ փոքր հողակտորը հնարավոր չի չսիրել։ Այդ սարու ձորերը, այդ քարու թփերը։ Շատ լավ եմ պատկերացնում ինչ եք զգում։ Բարերով ասելու չի։ Երանի երազ լիներ։ Մի օր արթնանայի տեսնեի, որ Շուշիում եմ իմ տանը։ Դուրս գայի բակ, փողոց, ծառու ծաղիկը ջրեի, նայեի խաղաղ երկնքին ու Մի հատ գաղտնիք բացեմ։ Այդ օրերը էլի գալու են։ Չկասկածեք։ Աստված ձենդ լսի։ Տեսնես հաշտվել են։ Դե որ հաշտված լինեին, հիմա Միշոնից մի 100 անգամ զանգել էր։ Ուրեմն այսքան պլանավորածներս ջուրն ընկավ։ Ոչինչ։ Կարևորը մի անգամ գոնե իրար հետ մարդավարի կխոսան։ Մեկ մյուսից աննորմալ են։ Ոչ խոսում են, ոչ լսում են իրար, սենց որ շարունակվի վաղը մյուս օրը արդեն ուշալ լինելու։ Ես վստահ եմ, որ Միշոն Մարին երբեք բաց չի թողնի։ Ինչքան ուզում է իրան նեղացած ցույց տա։ Մարին էլ Միշոյին ասում, բայց այնպիսի բնավորություն ունի, որ քայլ չի անի։ Էդ էլ գիտեմ։
Դրա համար ուզում եմ նենց անեմ, որ հաշտվեն։ Երկուսն էլ նույն բնավորության տեր մարդիկ Էր, արի իրար խոստանանք, են։ Ինչ։ եթե մենք կռվենք, Մենք չենք կռվի։ եթե Եթեի տարբերակին էլ ես ընդհանրապես համաձայն չեմ։ լավ համաձայն մի եղի, բայց եթե տեսականորեն մենք կռվենք, խոստացիր, որ Միշոյի ու Մարիի նման չենք անի։ Կխոսենք իրար հետ ու կհասկանանք։ Ինչ էլ լինի, ես քո ձեռքը բաց չեմ թողնի։ Ուր մնաց չխոսենք իրար հետ։ Էր, ես քո կողքին այնքան ապահով եմ զգում։ Ու մեկ էլ պապայիս կողքին էր այդպես։ Հեսա էլի կտխրես, չէ՞։ Հենց պապայդ հիշում ես տխրում ես։ Դե կրկի որ չտխրեմ։ Այդքան բան։ Ես նոր ես տուն գալիս արա։ Հա, բա։ Ներև գլուխդ կորցել ես, հա, երբ ուզում գալիս ես, երբ ուզում գնում ես, բասի լուսը բասվի քույր խոս, կնակ քնի։ Դու քնի։ Նայն շաս ես հայակ զակու, կնակ քնի։ Լավ։ Չէ, մամ, էլ չեմ գա։ Ուշը արդեն համե շենքի մոտ է։ Ուզում եմ գնամ տուն հանգստանամ։ Լավ, մամ ջան, դուք երբ ուզում եք եկեք, ես արթուն եմ լինելու։ Լավ։ Մոստր։ Բարև մամի ջան։ Միշոյն չես անում, դեմդ նայի։ Ճիշտն ասած դեմս նայեցի, բայց մենակ դատարկություն տեսա։ Տենց, հա։ Ես թվում է պարզ արտահայտվեցի ես։ Տիկո, Միշո, հանգստացի ու նад ինչ եք անում։ Տիկո։ Վարադեգ, հերիքա անընդհատ արդարանաս։ Ես չեղասեց։ Այսօրվանից փոխիշ, որ փոխվեն, օպերացիան ենք սկսում։ Եթե ինչ-որ պահանջներ ունես, գնա ընկերոջիցդ պահանջի։ Ես չպետք է քեզ բացատրություններ տամ, թե ինչ եմ անում։ Էլ քեզ միամիտի տեղ մի դիր, վաղուց եմ պարզել, որ ոչ միամիտ ես, ոչ էլ հրեշտակ։ Որոշել եմ ամեն ազատ ժամանակ օգտագործել մի նոր բան սովորել։ Թորոս, ինչ ես սովորում։ Անգլերեն։ Բայց մենք օտար չենք։ Մենք շուտվանից ենք երջանաչում։ Նեղություն մի քաշեք։ Ես գիտեմ, թե դուք ով եք։ Ինչ է կատարվում այստեղ։ Մամ ջան, մանաս ինձ էլ ասա։